Կոնգրես ԺԿ դաշինքի 5-րդ համար ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանը ասում է, այս օրերին ամենուր ընտրակաշառքի մասին լուրեր են լսում։ Ավելին ընդդիմադիր պատգամավորի խոսքով իշխող հանրապետականի համար գումար բաժանողները նաև Մանուկյանի շենք են այցելել։ Ամենտեղ կա հանրապետականները նույնիսկ այնքան լկտեն իմ շենքում, իմ բարեկամներին, իմ ընկերներին մոտենում են, կաշառք են առաջարկում։ Չգիտեմ, չէ, դուրս են անում, քշում են հեռու, ով է իրանց հետ խոսում թվիմա, բայց քանի որ տեղամասերում մենք մի քիչ ապահովել ենք արդարընտրության հնարավորություն, տեսախցիկների եւ ցուցակների հրապարակելու համար, հանրապետական եւ մնացած փողի կուսակցությունները այսպես տոտալ հարձակվել են քաղաքացու վրա, տոտալ բոլորին։ Կարող այնքան անեն, ուղղակի հիասթափվի այս հասարակությունը։ Ազատության հարցին թե չի պատրաստվում այս հարցով դիմել իրավապահներին, ընդդիմադիր գործիչը պատասխանեց։ Կարող է դրա կարիքն էլ լինի, կդիմեմ։ Իհարկե, մեր ամբողջ թիմը։ Երբ կդիմեք, ինչի՞ց է կախված։ Մի քիչ փաստ ունենաս, որ հիմնավորված լինի, որ բռնես։ Ընտրակաշառք բաժանողներին Արամ Մանուկյանը հիշեցրեց 2015 թվականին անցկացված սահմանադրական հանրաքվեն։ Մենք բոլոր դեպքերում զգուշացնում ենք բոլոր փոխբաժանողներին, բոլոր կեղծարարներին, բոլոր այդ ճանապարհով մարդկանց վախեցնողներին։ Մենք հակառակ քայլեր ունենք, թող զգուշ լինեն։ Եվ հետո չփոշմանեն, որտեվ հիմա ոչ թե տուգանք է լինելու, ինչպես հանրաքվեին էր, 400,000 դրամ հանրապետականը տվեց այդ տղերքին, ովքեր խախտում էին արել, ու մի հատ էլ շնորհակալություն հայտնել։ Հիմա մինչև 4 տարի հոդված, թող զգուշ լինեն։ Ընդդիմադիր դաշինքի թեկնածուներն այսօր խաղաղություն կարգախոսով երթով անցան Կոմիտասի պողոտան։ Նշում էին, որ չնայած այս տարածքում դաշինքից 10 անդամ է առաջադրված, բայց իրենք չեն մրցակցում։ Հանդես են գալիս մեկ թիմով ընդհանուր նպատակի համար։ Արամ Մանուկյանի գլխավորությամբ նրանք անցորդներին են բաժանում Կոնգրես ԺԿ դաշինքի խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն կարգախոսը պարզաբանող թերթը։ Ազատության հարցինի պատասխան Արամ Մանուկյանն անդրադարձավ խաղաղության իրենց ծրագիրը քննադատողներին, շեշտելով հոխանձնելու մասին իրենք չեն խոսում։ Դա այս երկրի թարսերն են այդպես ներկայացնում, որովհետև այդ ծրագիրը 20 տարի դրված է քննարկումների մեջ, հայ ժողովուրդը եւ Ադրբեջանը կարիք ունեն խաղաղության, եւ այդ խաղաղության ծրագիրը փոխզիջման տարբերակը Երանախագահությունը գերտերություններ ներկայացրել են երկու երկրի ղեկավարներին եւ մեր խնդիրն է ստիպել իշխանություններին գնալ այդ ծրագիրը իրականացնել, որը հնարավորություն կտա զարգացնելու Հայաստանը, որը տնտեսապես հզորության հնարավորություն կստեղծի աշխատատեղերի, զենքի, զրահի, փողի, բանակի եւ այն ժամանակ դու կարող ես ապահով եւ կանգնացնել արտագաղթը, այդ դեպքում Ղարաբաղի հարցն էլ կարող ես ավելի հիմնարար թեւ ու թիկուն կանել Ղարաբաղին եւ Հայաստանը կունենա ներգաղթ հզոր Հայաստան։ Կոնգրես ԺԿ դաշինքի տարածքային թեկնածու Միքայել Մարտիրոսյանն ազատության հետ զրույցում քննադատեց իշխանությունների Ղարաբաղի հարցում որդեգրած քաղաքականությունը։ Խռուն զինադադարից հետո Հայաստանը տվել է 2000 զոհ։ Հիմա ասեք տեսնեմ, քանի կիլոմետր տարածք է գրավել 2000 զոհ տալով։ Ոչ մի։ Իսկ խաղաղության դեպքում այդ մարդիկ ողջ կլինեին, իրենց ընտանիքների գլուխը կլինեին եւ մարդիկ հիմա հռչակում են առաջընթաց ու անվտանգություն։ Ախր որտեղ եք տեսել անվտանգություն պատերազմի սպառնալիքի դեպքում։ Կոմիտասի շուկայում Կոնգրես ԺԿ դաշինքի ներկայացուցիչները զրույցի բռնվեցին վաճառողների հետ։ Այս նրանց պետք է ինտերեսա։ Հա, ինչի՞ է։ Ոնց։ Բայց ինքը հաղթեց, կարիվիկ հաղթեց, պատերազմը հաղթեց։ Շուկայում աշխատող երկու կանայք, սակայն Կոնգրես ԺԿ-ի կողմնակիցները չէին։ Դաշնակների շուկայում ենք, դաշնակներով ենք ապրում, կարող է։ Բայց դաշնակներինն է այս։ Վաճառականներից մեկի կարծիքով ժողովրդի մասին ոչ ոք չի մտածում։ Սրանք սաղ սուտ մարդիկ են, սաղ ծերից էլ սաղ սուտ են խոսում։